Տարածաշրջանում լարվածության աճը, որտեղ ներգրաված են նաև Իսրայելն ու Միացյալ Նահանգները, կարող է շոշափելի հետևանքներ ունենալ Հայաստանի արտաքին առևտրի վրա, հատկապես հաշվի առնելով Իրանի կարևոր տարանցիկ դերը։ Տնտեսագետ Ֆանյանի գնահատմամբ Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը կապված է հայ-իրանական սահմանով իրականացվող հոսքերի հետ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ մեղրի անցակետին բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր ներմուծման մոտ 11% եւ արտահանման 6%։ Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան շուկա է, այլև լոգիստիկ առանցքային հանգույց։ Ունենք ներմուծման հոսքեր, օրինակ Չինաստանից, հատկապես ավտոմեքենաների մասին է խոսքը գնում, այդպես էլ արտահանման հոսքեր։ Օրինակ մենք մեծականակ ծխախոտ ենք արտահանում Իրաք, Իրանի տարածքով։ Բացի այդ, օրինակ ունենք նաև կենդանի ոչխարների արտահանում դեպի Մերձարևարևելքի երկրներ։ 2025 թվականի տվյալներով մեղրի անցակետով ներմուծման զգալի մասը բաժին է ընկնում իրանական եւ չինական ապրանքներին։ Ներմուծման կառուցվածքում գերակշռում են շինարարական նյութերը, մետաղաձողեր, բիտում, ցեմենտ, ինչպես նաև էներգակիրներ։ Երկրորդ հորիզոնակում գտնվում են երկաթի ձողերը, շուրջ 68 միլիոն դոլար է նրանցից մենք մեղրի անցակետով ենք ներմուծում, սակայն երկաթի ձողերի մասով, այդ ամրանների մասով հիմնականում դրանք հնարավոր է փոխարինել նաև տեղական արտադրությամբ եւ այս մասով ազդեցությունը բավականին սահմանափակ է։ Սակայն ռազմական գործողությունների սրման պարագայում հենց այս փոխկապակցված շղթաներն են հայտնվում ռիսկի տակ։ Առավել խոցելի են հատկապես շինարարական նյութերի ներմուծման ուղղությունները։ Թե որոշ ապրանքներ հնարավոր է փոխարինել տեղական արտադրությամբ, մասնագետները նշում են, որ այդ գործընթացը կուղեկցվի գների բարձրացմամբ։ Առաջին հերթին սա կազդի շինարարության ոլորտի վրա, որտեղ նման նյութերն ունեն զգալի կշիռ։ Միևնույն ժամանակ սննդամթերքի շուկայում լուրջ ցնցումներ առայժմ չեն կանխատեսվում, ինչը որոշ չափով մեղմում է ընդհանուր ռիսկային ֆոնը։ Տրանսպորտային ոլորտում եւս իրավիճակը դեռևս վերահսկելի է։ Ապրիլի սկզբի դրությամբ մեր զրուցակիցները նշում էին, որ ըստ էության հասանելիությունը ապրանքների չի սահմանափակվել, իրանք կարողանում են ներմուծել իրանական ապրանքներ Իրանի տարածքով, պարզապես առանձին դեպքերում գներն են բարձրացել։ Ըստ Ֆանյանի, եթե լարվածությունը շարունակվի խորանալ, Հայաստանը կանգնելու է այլընտրանքային ուղիների ակտիվ օգտագործման անհրաժեշտության առաջ։ Ներկայում առավել իրատեսական տարբերակներից մեկը բեռնափոխադրումների կազմակերպումն է Վրաստանի նավահանգիստներով։ Ես չեմ բացառում նաև, որ եւ կառաջարկի որ ճիշտ որ ակտիվ բանակցություններ վավեն նաև Թուրքիայի հետ, որպեսզի Մերսինի եւ Իսկանդերունի նավահանգիստները օգտագործվեն եւ Թուրքիայի հայ-թուրքական սահմանափակու ժամանակավորապես բացվեր, որպեսզի մենք կարողանանք ինչպես ապրանքներ արտահանել, օրինակ նույն Իրաք, այնպես էլ այլ երկրներից, մեր հիմնական առևտրային երկրներից ապրանքները ներմուծել արդեն Թուրքիայի տարածքով շրջանցելով այս արաբական երկրները։ Այս տարբերակը թույլ կտա շրջանցել ռիսկային գոտիներն ու պահպանել արտաքին առևտրի կայունությունը, հատկապես դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ արտահանման դեպքում։ Ընդհանուր առմամբ փորձագետները նշում են, Հայաստանը չի կարող ազդել տարածաշրջանային ռազմական գործընթացների վրա, սակայն կարող է ադապտացվել, դիվերսիֆիկացնելով իր առևտրային ուղիներն ու գործընկերներին։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։